Կասեք այս անգամ ինչ ուղղությամբ է զարգանում էսկալացիան Մերձավոր Արևելքում շահան։ Այո, մի քանի ուղղություններ պետք է նկատի ունենալ, կարծում եմ, որտեղ հանգարձակի վերափրկվեց Կազան եւ շատ դարողունակ ձևով նոր հարձակումներ, նոր գործողություններ, առընթեր նաեւ Լիբանանի հարավը, թեև սահմանապատ, այնուամենայնիվ հրատատարը բացորեն չի աշխատում, որովհետեւ տարբեր գեդերով, որովհետեւ կոնե Լիբանանի հետ հրատատարի պայմանավորվածությունը այն էր, որ 60-օրյա ժամկետ ճշտվել էր եւ պետք է իսրայելյան ուժերը հերանային լիբանանյան տարածքներից 5 ռազմաքիդական փլուրներ թերևս վերահսկվում են իսրայելյան ուժերի կողմից, հարավը շարունակվում է հրթիռագործվել, իսկ Գազան, ինչպես ասեցի, բավական բռնկուն վիճակով Ուրեմն այս բոլորի զուգահեռ նաև Սիրիայում այնքան հանգիստ չէր իրավիճակը, որտեղ նաև սահմանամերձ շրջանները Սիրիա, Լիբանան բախումներ գրանցվեցին, հետո նաև Իսրայելի ներխուժման դեսքով սիրիական տարածքներ վերահսկելու երևույթը, Գոլանի պարսունքների վրա իսրայելյան ուժերի վերագահավորումները բոլորը խոսում են շատ թեժ իրավիճակի մասին, Թուրքիայի թերագադարության վերափոխման որոշ միտումներ են նկատվում, որովհետև Սիրիայի դեպքում նորահաստատ իշխանությունները առաջի հայացքով եւ որոշ առումով նաեւ այդ իրողապես գրում են հովանավորչությունը Անկարային եւ իրանյան եւ ռուսական ռազմահենագետերի թուլացման, չլատման եւ ընդհանրապես չեզոքացումից հետո երկու պետություններ արիթավորվեցին եւ նպաստավորվեցին Իսրայելն ու Թուրքիան էր հիմա արդեն որոշ առումով տեսանելի է Իսրայելի եւ Թուրքիայի շահերի փախման որոշ գեդեր Ավելի գլոբալ առումով ականատես ենք լինում իրանյան պրոքսի գեդերի ընդհանուր չեզոքացման, գոդրման, ռազմաքաղաքականության հովանավորված Միացյալ Նահանգների կողմից Լիբանանից հետո, Գազայից հետո, Սիրիայից հետո, այս անգամ Եմենի հուսիների ուղղությամբ իրականացված Միացյալ Նահանգների հարձակումներն էին Ուրեմն սա խոսում է ամբողջ դարաշրջանի երացող իրավիճակի եւ դրա իբրև ամիջական հետևանք քաղաքական կարգեսի վերակցման այս ընդհանուր միտումների մասին։ Շան, իմիջիայլոց հետարքիր տեղեկություն այսօր ստացվեց Գազայի բնակիչները ցույցեր են անցկացնում ընդդեմ Համասի, սա անհասկանալի նորություն է։ Երևի ինչ որ քարոզչական ուժեր են աշխատել Գազայի հատվածում։ Գիտեք, դեղեկատվական բادرազմ են նաև, կարող է նաև այս որոշ դրսևորումները մի քիչ ուրջացված ցևով ներկայացվել, ամենայն դեպս չմոռանանք Համասի այն հայտարարությունը ավելի վաղ ժամանակին արված, որ Համասը իշխանության պահպանելու խնդիր չունի, բարձրապես Գազայում պաղեստինցի ժողովրդի մնալը առաջնային խնդիր է իրենց համար եւ բարձ է որ նաեւ հրատատարից հետո կսկսվեն բանակցություններ ուրեմն քերիների հանցնումից փոխանակումից հետո հրատատարի ամբողջական հարկումի ամիջապես հետևելու են բանակցություններ եւ շատ է խոսվում արդեն Ռամալլա եւ Գազա միացև գարկավիճակի միադար իշխանության եւ այդ դեպքում բարձ է Համասի չեզոքացման որտեղ եւ Թել Ավիվը եւ միջազգային ընտանիքը հատկապես Միացյալ Նահանգները այդ խնդիրը դրել են իրենց առաջ եւ երկու պետություն փանացեվը միջազգային օրագարքի վերածելու առարգայականացնելու այդ գործընթացը կարծում եմ պայմանավորվում է Համասի չեզոքացումով այսինքն վերադառնանք քիչ առաջ այդ վարգածին նշված վարգածին որ ստեյության իրանյան պրոքսիների ընդհանուր չեզոքացման ռազմաքաղաքականություն է եւ Համասը զինվորապես ընկալվում է իբրև Իրանի աստեցությունը եւ աջակցությունը ստացող
ռազմաքաղաքական միավոր։ Շան, համաձայն եք, որ Վաշինգտոնը ակտիվացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Երևի այդ մասին է վկայում նաև Ֆիդանի ներկայությունը Վաշինգտոնում այսօր։ Այո, միանշանակ, որովհետև միջին արևելքը նաև Միացյալ Նահանգները դիտարկում է իսրայելյան կորձոնի, Իսրայելի անվտանգության ապահովման եւ հատկապես Իրանի ազդեցության կոդիների սերման այդ ընդհանուր արտաքին քաղաքականությունը, որ իր համար գերագա ուղղություն է եւ այո աշխուժացել են, որովհետեւ եւ ռազմական փախումները եւ քաղաքական արգայությունը եւ նաեւ Իսրայելի ընդհանուր անվտանգությունը իրանյան սպառնալիքը չեզոքացնելու գիտեք, բայց Իրանի հետ նաեւ հարվածել, բանակցել գործընթացներ գնում, որովհետեւ նաեւ աշնանական Տեհրանը հայտարարել Դե հենց այստեղ է կարևոր Վաշինգտոնը Թուրքիայի կարիքը զգում է թե ոչ։ Այո, բայց այստեղ որոշ երանգներ պետք է անպայման նկատել, որովհետև իրանյան ասեցության կոդիների թուլացումը բնականաբար հանգեցրեց առաջի հայացքով եւ առաջի հանգրվանով Թուրքիայի թերագադարության աշխուժացում արգայություն, բայց այսօր իրավիճակը փոխվում է, որովհետև Թուրքիայի ազդեցությունը միանշանակ չէ Սիրիայի վրա։ Նախարարական աշխարհում գնում է մրցակցություն Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջև, հատկապես սուննի արաբ զանգվածների վրա ազդեցություն բանեցնելու։ Սիրիայում այսօր միանշանակ չէ Թուրքիայի թերագադարությունը, այնտեղ նաեւ գա Իսրայելը, Միացյալ Նահանգները, քրդական կորձոնը, որը շարունակում է մնալ Թուրքիայի անվտանգության համար առաջին խնդիրը։